Ողջույն բոլորին։ Իմ նախորդ տեսաժապավենում, այդպես ասեմ, վերջի մի քանի վայրկյանին մի բան ասեցի կապված այդ գողական բառապաշարի հետ։ Նիկոլին նշելով, որ նրա տեղը ինչպես գողական աշխարհում են ասում եւ մեստու պարաշի, իհարկե դա ասում են ինչ որ չգիտեմ գաղութներում թե բանտերում, պարզապես 3-4 օրն էլ թե 3 էր, այդպիսի մի խոսակցություն ունեցա ընկերներիցս մեկի հետ այդ հարցի հետ կապված, դրա համար ուզում եմ հիմա մի քիչ խոսեմ բոլորովին ուրիշ հարցի մասին, գողական մշակույթի մասին։ Չնայած իմ ընկերներից ոմանք ասում են, չգիտես ինչու են վախեցած են այդ թեմայից, մի խոսա այդ թեմայի մասին խոսալ չի կարելի, երևի Աստծուց այդքան չեն վախենում, ինչքան գողական մշակույթ կրողներից են վախենում, ես չգիտեմ թե ինչու։ Ամենայն դեպս, ուրեմն ինձ որքան ներում եմ գիտելիքները, ես որքան կարդացել եմ դրա մասին, այդ գողական մշակույթը, այդ օրենքով գողեր եւ այլ, դա առաջացել է անցյալ դարի 20-ական թվականներին, ուրեմն երբ որ սովետական իշխանությունը բոլշևիկյան կոմունիստները եկան իշխանություն վերցրեցին, գիտեք, ժողովրդի ամբողջ սովետական բանով, ասենք Հայաստանով, բանով ամբողջ երկրով մեկ սովետական կարգեր հաստատեցին, բոլոր հանրապետությունները միացրեցին սարքին սովետական միություն, մի որոշ ժամանակ հետո սկսեց ռեպրեսիաները, ուրեմն պատժամիջոցները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ բոլոր հանրապետություններում, ու որոշ տարիներ անց այնպես ստացվա, որ երկրի կեսը նստած էր, կեսը դրանց հսկում էր։ Ու ըստ ուրեմն պատմական տվյալների խոսակցություններ կա, որ այդ գողական ենթամշակույթը առաջացել է հենց այդ տարիների սովետական գաղութներում, ասենք այդ գուլագի ճամբարների համակենտրոնացման ճամբարների համակարգում։ Նույնիսկ հեղինակներ կա, որ ուրեմն կարծիք են հայտնում, որ դա ընդհանրապես ստեղծել են, ուրեմն KGB-ն է ստեղծել, սովետական իշխանությունն է ստեղծել, բոլշևիկներն են ստեղծել, որ ինչ-որ վերահսկողություն անեն, ասենք, այդ հանցագործ աշխարհում, գաղութներում, բանտերում եւ ինչևից է։ Ով արել է, չի արել գլուխները պատովը, պատը գլխներով, դա ինձ ոչ հետաքրքրում է ոչ բան։ Այդ գողական մշակույթը ինքը իր մեջ ինչ-որ տարբեր բաներ ունի եւ այլ, դա ուրեմն սովետական իշխանության հետ ես չեմ ուզում հիմա մտնել դրա անկյունների մեջ, սովետական իշխանության տարիներից այնքան է մտել մեր ժողովրդի, մեր հասարակության մեջ, որ միջև օրս շարունակվում է, միջև օրս, եթե դուք էլ նայեք բակերում, դպրոցի բակերում 14-15 տարեկան երեխաները, տղաները իրար հետ վիճում են, ինչ որ են ռասբիրատ են անում, մեկը մեկին սխալ են հանում, այդ մշակույթն է, էլի, որ մտել է ու դուրս չի գալի։ Ու ոչ ծնողները, ոչ դպրոցը, ոչ հասարակությունը, ոչ իշխանությունը, ոչ մի բան ոչ կարողանում է անել, ոչ էլ անում այդ մշակույթը ժողովրդի մեջից անելու։ Այն 14-15 տարեկանը, որ դանակը գրպանը տնից դուրս է գալի, ու նրա ծնողը չգիտի, որ այդ իր տղան դանակը գրպանում տնից դուրս է եկել, ու կարող է 2 ժամ հետո մեկի այդ վիճաբանության մեջ մտնի եւ այդ մարդուն ուղարկի հանդերձյալ աշխարհ իրան էլ տանեն ամբողջ կյանքով դատեն, այդ մշակույթի արդյունքն է։ Բայց ասածս ինչի մասին է, որ իմ տարիքի մարդիկ կան, ունեմ այդպիսի ընկերների մեջ, շատ վախենում են այդ մշակույթը կրողներից։ Ես երբեմն ծաղրանքով եմ խոսում այդ մշակույթի մարդկանց մասին, ծաղրանքով եմ, ուրեմն ես գտնում եմ դա մեռած սուտ կեղծ գաղափարախոսություն, որտեղ իրանք էլ այդ մշակույթը կրողներ, իրանք էլ իրենց ուրեմն ունեն արժե համակարգը, ասենք այդ արժե համակարգի մեջ նրանց մոտ էլ ինչ-որ կարելի ասել կուսակրոնության ինչ-որ այդպիսի բաներ կան, ամուսնանալու իրավունք չունեն, հարստություն ունենալու իրավունք չունեն, բանակում ծառայած լինելու իրավունք չունեն, ինչ ասեմ, ընտանիք ունենալու իրավունք երեխա բացառված է, մեքենա վարելու իրավունք չունեն, որտեղ ինչ-որ ցած մի հատ պահ կա իրաց գաղափարախոսության մեջ, որոդի իրաց բառով, իրաց լեզվով, իրաց լեքսիկոնի բառ ասեցին, որոդի իրանք իրաց ասում են, դու գողական ես, դու օրենքով գող ես, դու ինչպես կարող ես ինչ-որ համար, թվեր, քո հետույքին կպցնես, մեքենայի համարին իշները նկատի ունեն։ Ու այդպես շրջես քաղաքում փողոցով, դա իրանց համար պատիվ չի բերում։ Ու երբ որ ես սկսում եմ ծաղրել այդ սուտի այդ կրողներին,
տարբեր մականուններով գիտեք էլի պզիկ անուններ են տալի, քանի կար այս բանով էլ համացանցում սվորավ կամ ինչ-որ օրենքով գողերի բաներ են բաց թողում, հազարավոր դիտումներ կա, այս մարդիկ այս գեղեցիկ աշխարհի վրա այդքան գեղեցիկ բաներ կա դիտելու թողած նստած, այս ինչ ասեմ, այս կեղտն են նայում, ես էլ որ ես ծաղրում եմ, բան եմ անում, հա, իմ ընկերներից մարդ կա, ես երեք իր հետ խոսակցություն ունեցա, որ Ոտես բան մի ասած չի կարելի, այսինքն այնպես հարգանքով են վերաբերվում այդ կեղծ գաղափարախոսությանը, որ իրանք դրա հետ բոլորի կապել չունեն, ոչ ընկեր ունեն, ոչ բարեկամ ունեն, ոչ դրա մասնիկ են կազմում, բայց դոշ են տալիս մի կեղծ գաղափարախոսության համար, որ իրանք այդ արժեքը կրող չեն։ Բայց անենց են քննադատում մեր եկեղեցուն, որ զարմանում ես, թե դու բա դրա հետ ինչ գործ ունես, եթե դու այդ եկեղեցին ոչ հավատում ես, հայր մերը չգիտես, չես գնում, ես չգիտեմ, տարեկան 100-150 հազար փող եք աշխատում, $1000 ձեր եկեղեցում չեք նվիրում, այդ եկեղեցուն, դե որ այդքան համարձակ եք, հայ ժողովուրդ, այդ որ նստած այդպես եկեղեցում քննարկում եք, տղամարդիկ կանանցից վերան, յուբկաները հագել եք, հայուախառը բաներ եք գրում, հոգևորականների տակ, երեք կարդում եմ մի հատ էշ տղամարդա մթապե, չգիտեմ, կեղծ տղամարդա, թե գերմոֆրոդիտա, թե տրանսգենդերա, անդե բանի Կարապետյանի եղբոր ուրեմ հարցազուրի ծակը, բոլձե, քոյդևից էլ կգան, բան, քեզ էլ են գալու տանեն, մտածում ես, այ ապուշ, քեզ ինչ են արել, Սերժիկի աղբերներ չի, որ խապեն ասեն, թալանել է, հիմա թալանը բերելու են քեզ է տալի, ոչ կար Ռուսաստանում աշխատած, հարստացած մարդ, քեզ ինչ վատ բան արել, քո երկրի համար մենակ նվիրատվություններ, ներդրումներ անել, այս պրիմիտիվ մտածել է կերպով, դրա համար ես սա ձայնագրեցի մի նպատակով, եկեղեցուն քննադատողներ, եթե համարձակություն ունեք, այդ գողականին, որը տես նվիրված եք, դոշ եք տալիս, այդ սուտի կեղծի գաղափարախոսությամբ, որ թվարկածս բաները, որ իրավունք չունեն անելու, երեխայել չունեն անելու, հələ մի հատ էլ համացանցով գցում են, այսինչ պզիկի աղջկա հարսանիքը, բենտլիների շարաշունով, դուք էլ 100,000-ով դիտումներ եք ունենում։ Բան նա իրավունք ունի աղջիկ ունենալու, նա իրավունք ունի երեխա ունենալու, դե եթե այդքան համարձակ եք, այդքան խոսում եք ձեր հասարակության արժեքների մաքրության մասին, դա ավելի մեծ չարիք է, այդ գողականությունը, այդ գաղափարախոսությունը, ավելի մեծ չարիք է ամեն իշխանության համար, առավելևս Հայաստանի համար, որտեղ Հայաստանի 80%-ը տգետ, անգրագետ, անկիրք, բռի գեղցի փնթիներ են, քաստե մեր սուրբ կառույցում, մեր սուրբ եկեղեցում առաքելական, եթե ինչ-որ մի պրոբլեմներ կան, ասել եմ ու ասում եմ, 3-4 օր էլ ընկերոջս ասեցի, որ հնարավոր ամեն բան կա, բայց դա քո գործը չի, դա իմ գործը չի, իրանք ունեն իրաց կանոնակարգը, ոնց է քիթերը չեք խոտում, գողականին, եթե կասեք պզիկ ջան, դու Բենտլիով մանգալու իրավունք չունես, դու ռեստորան գնալու կամ ամուսնանալու, դե գնացեք ասեք, վախում եք, չէ, քիթները չեք խոտում, բայց այնտեղ կարելի է քիթները խոտել, դրա համար ընկերոջս էլ ասեցի, գիտես ինչ կա, միակ բանը որ կարող եմ խորհուրդ տալ, մի այցելի եկեղեցի, առանց այդ էլ չեք գնում եք տարին մի անգամ ձևականորեն, բոլորը եկեղեցուց ուզում եք, բոլորը եկեղեցուց մենակ ուզում եք պահանջեք ստանաք, $1000, $100 նվիրատվություն առաջ չունեք, անգել եք Ալեքս Սիմոնյանի կամ 3-4 օրեն ողորմելին, ինչ ասեց, կաթողիկոսի եղբայր տղանա նայողը մոմի բիզնեսը, թե ինչ, հիմար բան, հիմար թույն, բայց քցեց այս տկարամի ժողովրդի մեջ հələ մի հատ մտածեք, մոմի բիզնեսը որն է, որ մեկն էլ նայող ունի, ամեն եկեղեցի իրանք իրաց մոտ հալում են, մոմ են թափում, հանում են, վաճառում են, դուք գնում եք ձեր նպատակներով վառում եք, կոպեկներ ջրի գին արժի այդ մոմը, հիմա կասեք ջրի գնով միլիոններ, հա Բենտլի են առնում, դրանով բայց եկեղեցին պահում են, ապրում են, բա որ դուք սաղ կյանքները եկեղեցի եք այցելում, հələ թող մեկը ինձ ասի գոնե կյանքում $10 եկեղեցուն նվիրատվություն կա, ես տեղ եկեղեցի եմ այցելում, ծառայության վերջում այնքան վատ քրիստոնյա եմ, չգիտեմ իհարկե, այդ զամբյուղները ծողոտ է բերում են, գումար են հավաքում վերջում, բնականաբար եկեղեցու կարիքների եւ այլ, նայում եմ նստած մարդիկ $1 են տալիս, այդ մարդիկ, այդ Սուրբ Սարգիսը, Սուրբ Վարդանը
իրենց ընտանիքներով արդեն այցելում են երկրորդ, երրորդ սերունդը։ 70 տարի առաջ այդ ծղոտե Զամբյուղի մեջ $1 են դրել, 2025 թիվնա նորից $1 են դնում։ Ես եմ, որ իմ կնոջը ասել եմ մի անգամ արդեն, ինքը այդտեղ գալիս է $20 դնում է ծղոտի Զամբյուղի մեջ հեռանում ենք։ Գնում ենք մոմ վերցնելու, մարդիկ գալիս են հաշվով ամեն մոմ արժի 50 ցենտ, հաշվով $2 են դնում, 4 հատ մոմ են վերցնում, մի անգամ առաջի անգամ կնոջս ասել եմ $20 դիր, 4 հատ մոմ վերցրա գնա։ 2025 թիվնա, մարդիկ $1 են եկեղեցում նվիրատվություն անում, բայց բոլորը պահանջում են։ Ես խոսում եմ ուղղակի այդ գողականի մասին, բայց այսօր շատ կապված է, այսօր այս Անիծվի Նիկոլի հերը, որ այս տխմար ժողովրդի բերանը քսել է այս թույն, այս արճակատումը դեռ գնում է, ու ես ուզում եմ եկեղեցում հետ կապված առանձին մի բան խոսայ, բայց խոսեցի այս գողական բարքերի մասին, բայց իրանք շատ իրար հետ սերտաշված են, եւ խոսում են եկեղեցու մասին այնպիսի մարդիկ, որ եկեղեցու համար մի բան առաջ չկան, եկեղեցու քննադատում են։ Այդ ծանոթներիցս մեկը, 2 հատ մարդ գիտեմ, մեկը հիմա ինքը ինձ լսում է երևի Ֆլորիդայից, մեր հարգարժան Քևին Հոպարը բողոքում է նորից եկեղեցուց, ինչ համար ես բողոքում, հայոյում է հոգևորականների, ինչի համար։ Ես ապրում էի Լենինգրադում, այնտեղ եկեղեցու համար ամեն ինչ արեցի, իմ ձեռքերով եկեղեցին կառուցեցի, հետո որ երեխաներից կնոջս հետ տեղափոխվում էի Միացյալ Նահանգներ, Անդերի թեմի առաջնորդը նամակ տվեց տեղի Խաժակ Բարսամյանին, Արևելյան ափի բանին ուրեմն հոգևորականին, որ ինձ օգնեն, ինձ ոչ մի բանով չօգնեցին։ Բոլորին թվում է, թե եկեղեցին բարեգործական կառույց է, եկեղեցին աշխատանքի տեղավորման բյուրո է, հիշեցի այս դեպքը, մի հատ էլ ուրեմն ինձ հետ տարիներ առաջ ծանոթ մարդ կար, թեթև աշխատում էր, ցենց հաղթանդամ, ինձանից երևի բարձրահասակ, քաշով, Թիֆլիսի հայ, այն շատ կներեք էլի, այդ սուտի հայեր, որ լինում են, Ողորմիրյան, ասված հոգին լուսավորի, ասում է, վատ բան չեն ասում, բայց շիշ խոսալը ես միշտ սիրում եմ, Ժորա Խաչատուրով, այն սուտի հայերից, որ Միացյալ Նահանգներում դառնում են քաղաքացի, կարան Խաչատուրովը դարձնեն Խաչատուրյան, չեն դառնում, անում են Խաչատուրով, ասեց, ինչ-որ տանը խաչքար ունեմ, թե ինչ-որ չիկանկա ունեմ, կինս ուզում է դուրս, շպրտում է դուրս, թե ինչ, կուզես տամ քեզ, ասի ոնց խաչքարը, խաչը ով է դուրս գցում, բերտուր ինձ, բերեց, միջև մեր տանը դրած, այս չափսի փայտի վրա, այն որ վերնիսաժում վաճառում են, այդպիսին խաչեր, իրա մեքենայի մեջ էլ մի անգամ նայեցի, հրեական, ուրեմն այդ սրբապատկերների կամ հրեական Դավիթի աստղի բաներն էր դրած, այն որ Աստված պահպանի, պաշտպանի եւ այլ, ինքը 2 մետրանոց տղամարդ մի սենց ոնց որ հսկա 1.20 կինը, հրյա կինը, դրա համար կնոջ մեքենայի մեջ այդ հրյական բաներն էր դրած, խաչել տնից դուրս էր հանում։ Ու էլի նորից վար տարեսից պետք չի, չեմ սիրում մեր տերտերները, այդ վիրավորական դիմելու ձևը տկարամտ հայերը դիմում են, չգիտեն, որ տերտերը միայն ամենայն հայոց կաթողիկոսին են դիմում, ասում եմ ինչ ա եղել, պուճուր երեխեն եկանք Ամերիկա, տո Թիֆլիսից եկա Ամերիկա, գնացի մեր եկեղեցին, ասի ինձ եկել եմ, ընտանիքով եկել եմ, բանը աշխատանքի տեղ տվեք չտվեցի, ասում եմ լսի, ասում եմ, որ դու Թբիլիսից գալիս էիր Ամերիկա, դու նամակ էիր գրել, զանգարել էր եկեղեցի, ասել էր գալիս եմ, քեզ ասել էին, վայ Ժորա ջան, արի, հիմա կտանենք, քեզ կտեղավորենք, ասեմ դուք Ամերիկա որ գալիս էիր, եկեղեցու վրա էր հույսը դրել, եկեղեցին աշխատանքի բյուրո է, որ քեզ պետք է, այդ ուրիշները որ գալիս են, ինչ են եկեղեցուց պահանջում, բոլորը պահանջող, ինքը իր կնոջ միջոցով սովոր այնտեղ հրեական կազմակերպություններ կան, Նայանաբան գնում են, հայերն էլ են գնում այնտեղ, փողով են օգնում, աշխատանքով են օգնում, տնով են օգնում, գիտեն թե մեր եկեղեցին էլ աշխատանքի տեղավորումը, այս է մարդկանց պրիմիտիվիզմը ուղեղի մտածելակերպը, որ եկեղեցի նկատմամբ ինչ որ պահանջներ են ներկայացնում եւ սրանով արտահայտում են իրենց ուրեմն անհամաձայնությունը, չեն սիրում եկեղեցուն, եկեղեցին իրաց չի օգնել։ Կամ մի ուրիշ մի հատ ծանոթ ունեմ, անունը չտամ, էլի ուղղակի թողեք իրան վաճ չզգա, ես չեմ վախենում, բողոքում էր, որ թորանը ստարել ենք կնքելու, նորից այդ խառը ամուսնություններ էլի, որ այդ թորը
թորի մեջ հայի 50 գրամ արունել չկա։ Տարեք այդ թորին կամ հрьяաների մոտ կամ ռուսական եկեղեցի թորի հայ չի, խեք տանում հայկական եկեղեցի կնքելու $200 փող ուզեցին, ասում այնտեղ գրած կմսրած էր $200 փող բան արժի, գումար արժի երեխա կնքելը, կնունքը։ Ու ունես բանով էլի, որ խափել են, բան են, արի ասեմ լսի, ասում եմ, տարեկան մեծ գումարներ ես աշխատում, 20 տարուց ավել ստեղ ապրում ես, եկեղեցու $200 նվիրատվություն արած կաս, չէ։ Բայց դուք չեք մտածում, այդ եկեղեցին պահելա պետ, վերանորոգման աշխատանքներ, հիմա նայում ես Էջմիածնի Սուրբ Տաճարի, Մայր Տաճարի պես Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցին վերանորոգեցին, բա ինչ միջոցներով։ Բայց $10 ձեզի չեք ուզում կտրեք, մի հատ օղի, մի հատ բան պակաս խմեք կամ մի հատ ես չգիտեմ, մի հատ անհետետ ծախս պակաս անեք նվիրեք ձեր եկեղեցուն, բոլորը պահանջում են։ Բայց սա կյանքը $200 եկեղեցուն նվիրատվարած չկա։ Բայց եկեղեցին այդ հոգևորականը ինչով պետք է ապրի, նա էլ ընտանիք ունի, նա էլ երեխա ունի, եկեղեցին պետք է վերանորոգեն, մաքուր պահեն, հոսանքի փող են տալի, ջերուցման փող են տալի, այսպես պրիմիտիվ ազգ ունեն, դրա համար էլ այս Նիկոլը քթել է էլի այս ազգի թույլ տեղը, ընկել է այս եկեղեցու բանը քցել է այս թույնը ժողովրդի մեջ, սենց ուտելով ման են գալիս, էլի վաղը այսօր հրահանգները ստացած Էրդոգանի կողմից նոր բաներ կբերի, նոր թույնի տարբեր սրվակներ կբերի, սենց հերթով կգցի, կուտեք, կսկսեք իրար ուտել, կսկսեք հայհոյել, կսկսեք գրել, հոգևորականներին եւ այլ։ Իմիջայլոց ասեմ եւ ամենահետաքրքին էս պարոնը, որ նոր պատմեցի $200 համար, որ բողոքում էր, որոշ ամիսներ անց ասեց, որ դժբախտություն է պատահել իր աղջկա հետ, ասեց ինչ է պատմել, աղջիկ ամուսացած աղջիկ, ունի ամուսին 2 երեխա, կապնվել էր իր բիզնեսում աշխատող իսպանալեզու մի ուրիշ տիկնոջ հետ եւ սկսել էին սեռական հարաբերություններ իրար հետ, այսինքն ունենալով տղամարդ ամուսին համասեռամոլական հարաբերությունների մեջ էր մտել իր աղջիկը մի ուրիշ իսպանացու հետ, պատկերացնում եք, ասում են լեսբիանկա էր դարձել, այսպես ասեմ, իր ամուսինն էլ չէր սիրում, ուրիշ կնոջն էր սիրում, այդ որ լսեցի շատ սարսափեցի, դա իհարկե տարիներ առաջ էր, ասում եմ, բա ինչ եղավ, ո՞նց արեցիք։ Տարա եկեղեցի Հայր Մամիկոնի մոտ, Հայր Մամիկոն, ողջունում եմ ձեզ, եթե հանկարծ լսեք ես տեսա ժապավենը, Հայր Մամիկոն, խոնարհվում եմ ձեր առջև, ամենայն բարիքներ եմ ցանկանում ձեզ, առողջության հիշում եմ բան խնդիրներ ունեք, հուսամ շատ առողջ եք։ Հայր Մամիկոնը կնքել է իմ 2 երեխաներին, այդ օրը իմ երեխաների հետ կնքել է 11 երեխա, մի հատ էլ 75 տարեկան բակվեցի լովային, երկիշ լովային։ Եվ այդ օրը Հայր Մամիկոնը ամուսնացրել է եկեղեցով իմ ու իմ Արմինեին։ Տարա ասում է Հայր Մամիկոնի մոտ, Հայր Մամիկոնի հետ 3 հատ հանդիպում ունեցավ, ասում աղջիկս, իր այդ խոսած, զրուցեցին, աղոթեց, դու այդքան ես չգիտեմ, ինչ արեց Հայր Մամիկոնը աղջկա մեջից այդ հատկանիշ հետ, այդ զգացումը, այդ երևույթը դուրս եկավ, ոնց որ սատանա էր մտել մեջը, Հայր Մամիկոնը կարողացավ այդ աղջկան փրկել, նրա հոգին փրկել, ետ բերել դեպի երկնային կյանք, աղջիկը վերադարձավ ընտանիք, չնայած ընտանիքում էր ապրում ամուսնու հետ, բայց վերականգնեց հարաբերությունները իր ամուսնու հետ, ունեցան հիմա երրորդ երեխան են ունեցել, երրորդ սեփական տունն են առել, երրորդ բիզնեսն են բացել, բարգավաճում են եւ այլ, այս սա է, էլի։ Էլ չասեցի, բա Հայր Մամիկոնին կամ եկեղեցուն մի հատ ծրարի մեջ տարար գոնե աղջկատ էր փրկել մի $5000 նվիրատվություն աներ։ Այս սա է մեր հայերինը, առանց տալու պահանջում են, բայց հիմնական թեման դա էր, սիրելի հայրենակիցներ, գողականին նվիրված եք, բա գողականներն էլ են խախտում իրաց կանոնակարգը, Նիկոլին ասեք, մի հատ գողական օրենսգիրքը վեկալեն գրքի պես գապան, դուխ ունեք, կարակ խոսակ, թե վախենում եք, թե դուք այդ կուլտուրայի մեջ եք, այդ բառապաշարն եք օգտագործում, այդ բանով եք, այդ գաղափարախոսությամբ եք ապրում, դրա համար էլ դրա մասին չեք խոսում։ Մի քիչ երկար ստացվեց, բայց այս թեմայի մասին այսքան, ամենայն բարիքներ բոլորին։ Աստված օրհնի հայ ժողովրդին խելք տա, միայն խելք, ինքնուրույն մտածելու, այս պրոպագանդիստերին քիչ լսելու, այդ դատարկագլուխներին, որոնց մասին մի հատ մեծ նյութ են պատրաստում, այս երկու օրը կձայնագրեմ, ամենայն բարիքներ բոլորին։